Ես Անժելիկան եմ, 8 տարեկան, ապրում եմ Լենողի գյուղում, սովորում եմ Ջիվանու անվան միջնական դպրոցի 3-րդ դասարանում։ Մենք մինչ այստեղ տեղափոխվելը ապրում ենք տատիկես տանը։ Մենք հետո տեղափոխվեցինք այստեղ, մեր վագոնչիկ։ Ես շատ ուրախ եմ, որ սա մերն է։ Մամայիս հետ եմ ապրում, ինձ իմ մաման է պահում։ Ժամանակ առ ժամանակ ես հանդիպում եմ իմ հայրիկի հետ։ Ես իմ պապային շատ եմ սիրում։ Ես վերջի անգամ իր հետ հանդիպել եմ այսօր։ Պապ, ես քեզ շատ եմ կարոտում։ Կուզեի, որ դու մեր հետ ապրեիր։ Ես շատ ուրախ եմ, որ սենց մամա ունեմ։ Ինքը իրան զուրկ է պահում, որ ինձի լավ բաներ առնի։ Ճիշտ է, որ ես ինչ-որ բաներ ուզում եմ, բայց իր ձեռքը չի լինում, ինքը ինձի չի առնում, բայց հաջորդ անգամ ինքն է ինձ տանում այդ տեղը, որ այդ բանը առնի։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Իմ մայրիկը շատ սիրուն է։ Ես իրան տարել եմ, որ իր մազերը ներկի, որ գնում է ծնողական ժողով, ես չեմ ուզում, որ վատը զգանք մեզ։ Իմ մաման ամեն օր դատարկ ձեռով չի գալի, ամեն օր մի բան բերում է, լինում է տորթ է բերում։ Իմ օրը շատ հետաքրքիր է անցնում իմ մայրիկի հետ։ Ես իմ մայրիկի համար, որ գալիս է տուն, սուրճ եմ պատրաստում, իրան ուրախացնում եմ, սիրուն սեղան եմ դնում։ Ինքը շատ հոգնած է գալիս տուն, ձեռքերը ցավում է, ոչ մի բանի հավես չի ունենում, բայց իմ համար անում է ամեն ինչ։ Ես իմ մամային խղճում եմ, որովհետև ինքը շատ է աշխատում, որ ինձ ամեն ինչով ապահովի։ Ես որ կախարդական փայտիկ ունենայի, կուզեի, որ իմ մայրիկը էլ սենց չաշխատեր, ուրիշ տեղ աշխատեր, ավելի լավ տեղ։ Ես որ մեծանամ, շատ հայտնի դիզայներ եմ դառնալու, որ բոլորը ինձ ճանաչեն։ Ես ամեն օր մի շոր կարելու եմ, որ մամայի հետ մենք սիրուն քայլենք։ Ես իմ և իմ մայրիկի համար միանման շորեր եմ կարելու, որ մենք սիրուն թիթիզ հագնենք այդ շորերը ու քայլենք իրար հետ։ Ես ունեմ սիրած զբաղմունք, այդ զբաղմունքը ուլունգագործությունն է։ Գիտեք, որ ես ինչ-որ բաներ եմ սարքում, զարդեր, իմ մաման տանում է իր գործի տեղը, վաճառում է, գումարը բերում ինձ է տալի։ Ես այդ գումարները ծախսում եմ։ Ես Պարի էի գնում 2 տարի, բայց հետո Պարի չուզեցի գնամ, ես լիքը մեդալներ ու պատվոգրեր ունեմ։ Ես անգամ պարել եմ Սիլվա Հակոբյանի հետ մեկ բեմում։ Ես որ մեդալներ էի ստանում, ես իմ վրա շատ էի ուրախանում, ես ավելի վստահանում էի, ինձի վստահ էի զգում, որ ես կարամ ամեն ինչ անեմ։
Ես եսկամը շատ եմ սիրում, շատ էլ նայում եմ։ Ես սիրում եմ այն մասերը, որ երեխաներին նվերներ են տալի ու իրանք ուրախանում են այդ նվերներից։ Ես շատ կուզեի, որ այդ երեխաներից մեկը ես լինեի։ Հուսանք իմ երազանքները կկատարվի ու ես կհանդիպեմ ծովինարին եսկամի օգնությամբ։ Ես գիշերները ասված պապիկի հետ եմ խոսում, բայց մտքումս, որ մաման չլսի։ Ես երազում եմ, որ իմ ամենասիրած դերասանուհուն տենամ, ծովինարին։ Ես ուզում եմ ծովինարին տենամ, որովհետև ինքը շատ լավն է, համ էլ ես իրան նման եմ։ Ես որ հանդիպեի ծովինարին, ես իրան կգրկեի, կասեի ես շատ եմ սպասել մեր հանդիպմանը, բայց չէի պատկերացնի, որ մենք կհանդիպենք։ Եթե իմ երազանքը կատարվի ու ծովինարը գա, ես շատ կուզեմ, որ մենք գնանք զբոսնելու, որ ես ու ինքը լինենք, ես հաստատ իմ գաղտնիքներով կկիսվեի իր հետ, որովհետև ինքը շատ լավն է։ Ես սպասում եմ Անժելիկային, ով Արմավիրից է, գիտեմ, որ շատ է սիրում ինձ և ինձ համար սա մեծ պատասխանատվություն է, որ գիտեք ուրիշ բան է էկրանից ընկալելը մարդուն, ուրիշ բան է, երբ կյանքում ես հանդիպում ու տեսնում, ու ես սարսափելի լարված եմ, ուզում եմ շատ լավ տպավորություն թողնել, ուզում եմ ամբողջ օրս իր հետ անցկացնել, չգիտեմ, հուզիչ պահ է, ես անհամբեր սպասում եմ, ուզում եմ տեսնեմ, ուզում եմ նայեմ այդ երեխու աչուկների մեջ։ Ուզում ես տեսնես, հա, շատ ես ուզում տեսնես, որ տեսնես, ինչ կասես, կասես, որ իրան շատ ես սիրում։ Ինձ ասել են, որ հիմա Անժելիկան գալու է, այստեղ պիտի նստի, այսինքն ինքը ընդհանրապես չի սպասում, որ ես այստեղ իրեն սպասում եմ։ Ու ես հիմա այդ հանդիպմանը շատ եմ սպասում։ Այս դատարկ տեղը ուզում եմ հենց այս պահին լծվի, այլ չեմ համբերում։ Անժելիկա ջան, հիմա սպասում ենք Տեր Սմբատին, քահանա պապիկը կգա, դու պետքա քեզ լավ պահես, իմացար, պետքա լավ խոսաս, որ ինքը քեզ հավանի, որ քեզ ընտրեն, լավ, որ դու տեսնես ծովինար քուրիկին, քանի ամիս սպասել ես, չէ, որ տեսնես, ինչքան ես սպասել, շատ ես, չէ սպասել, 3 ամիս, ապրես, դու քեզ պետքա շատ լավ պահես, լավ խոսես, հասկացար իմ աղջիկ, Բեռնեմ ջան, դու ոչ մի երեխայից պակաս չես իմ աղջիկ, դու նայում ես, չէ, այդ հաղորդումը ես կամը, բոլոր երեխաների երազանքները կատարվում են, բոլորը տեսնում են իրենց սիրած երգչուհուն, դերասանուհուն, դու էլ պետք է այնպես անես, որ դու էլ տեսնես, չէ, չէ իմ աղջիկ, ապրի իմ աղջիկը, քո ամենամեծ երազանքը այն է, որ դու տեսնես ծովինարին, չէ, Բեռնեմ ջանիդ, հա բալես, տնօրենի մոտ էլ որ կգնաս, լավ կխոսես, քեզ լավ կպահես, որ քեզ ընտրեն, Անժելիկա։ Երբ որ տեսնեն լավ չես խոսում, քեզ լավ չես պահում, հաստատ ուրիշ բալիկի են այնպես անելու, որ տեսնի ծովինարին։ Մամա, ես քո կարծիքով, որ ծովինարը իմանա, որ իմ հետ պետք է հանդիպի կգա, ինձի տենալու։ Անպայման բալես, իհարկե կգա, որ իմանա իրեն շատ ես սիրում ու շատ ես ուզում իրեն տեսնել, անպայման կգա։ Հիմա սպասենք Տեր Սմբատին, միջև որ նա գա, լավ։
Տեսնեմ քեզ, դու ով ես։ Չլոց ես, մենակ դե չի ես է կլոց։ Իրոք ինքը շատ էր սպասում։ Լացել չկա, վсё, լացել չկա, լացեցինք, վերջացրեցինք։ Ես Ծովինարն եմ, դու ինձ ճանաչում ես, չէ։ Ես էլ քեզ եմ ճանաչում, Անժելիկա ջան։ Այսօր իրար հետ լավ օր ենք ունենալու։ Ես է քեզ եմ շատ սիրում, շատ եմ սիրում, շատ։ Բարև ձեզ, Ծովինար ջան։ Բարև ձեզ։ Բարև Ծովինար ջան։ Ո՞նց կարող ես քեզ չուզեի տեսնեմ, ես ինչ եք խոսում։ Պաստորեն ճիշտ էր ասում Անժելիկան, որ նման եք իրար։ Անժելիկան իմ մանկությունն է հիշացնում։ Ես էլ իմ մամայի հետ, մենակ։ Մենակ, Այո։ Շատ էինք սպասում, Ծովինար ջան, շատ։ 4-5 ամիս է Անժելիկան ամբողջ օրը գիշեր-ցերեկ մամա մի հատ կտեսնես պատասխանել են, չեմ պատասխանել, կարող ես չուզենա տեսնի Ծովինար քուրիկը։ Ո՞նց դու։ Չգիտեմ, շատ սիրում էինք, շատ սպասում էինք։ Առաջարկում եմ եկեք նստենք, մի քիչ զրուցենք։ Լավ, Ծովինար ջան։ Ահա, դե ես էլ քո նման դոմիկում եմ ապրել իմ մամայի հետ։ Մամաս աշխատում էր, ես տիկնիկներից հետ խաղում էի, 2 տիկնիկ եմ ունեցել։ Մեկի մազերը կտրել էի, մտածելով որ կերկարի, չերկարեց։ Առաջի հիասթափությունս էդ էր, Անժելիկա ջան։ Երկրորդ տիկնիկն էր, ինչ որ մեկը ինձ նվիրել էր, ձեռքը չկար, ոտքը չկար։ Ես թղթից սարքել էի ու խաղում էի իրանց հետ, մինչև մամաս աշխատանքից տուն կգար։ Այս կյանքում հրաշքներ շատ են լինում։ Ու ես միշտ հավատացել եմ հրաշքների ու գիտեմ, որ դու էլ ես, չէ՞ հավատում։ Չէ, հավատում ես, չէ՞ հրաշքների։ Անի ջան, ինչով եք զբաղվում, ոնց ես հասցնում երեխու հետ։ Տեսել եմ ես ձեր պայմանները, տեղյակ եմ ամեն ինչից։ Ծովինար ջան, այսպես այգիներում աշխատում եմ օր ու գիշեր։ Այնպես եմ անում, որ ինքը գոնե մինիմալ, որ ինչ-որ բանի կարիք չունենա, այսպես ասեմ, դպրոցը հաճախում շատ լավ սովորում է։ Եղել է ժամանակ, որ հուսահատվել եմ, այդ նման դեպքեր են եղել, բայց հետո տեսել եմ ինչ հրաշք բալիկ ունեմ, խելացի, սիրուն ու իրանով եմ շատ ուրախանում, ինքը ինձ շատ ուժ է տալիս։ Պատրաստ եմ ամեն աշխատանք անեմ իրան լավ պահելու համար։ Ես այդպես եմ հասկանում, որ եթե երեխա ես ունեցել, պարտավոր ես նաև պահել։ Հրաշք երեխա եք ունեցել, հրաշք։ Ինքը ինձ շատ է ուժ տալիս։ Իսկապես մենք նման ենք իրար Անժելիկայի հետ։ Իմ մաման էլ օր ու գիշեր աշխատել է։ Ես էլի ապրել եմ այդպես դոմիկում, շատ փոքրիկ տնակի նման, ու էլի Անժելիկայի տարիքին էի ես։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, միշտ այսպես Անժելիկայի նման ես էլի չարաճճի, էլի շատ ուրախ, ժպիտը դեմքիս, ինչ ուզում էր լիներ։ Ես միշտ հավատացել եմ, որ ես մի օր կմեծանամ ու կդառնամ իմ մամայի թիկունքը ու այդպես էլ եղել է։ Իհարկե դու չես կարող իմանալ, թե ինչ կլինի վաղը քեզ հետ։ Ես էլ չգիտեի, ես արդյոք կհասնեմ այն ամեն ինչին, ինչ որ հիմա ունեմ։ Ես նույնիսկ շատ քչով բավարարվող մարդ եմ, ես ամբողջ կյանքում եմ այդպես եղել։ Դրա համար Անժելիկան էլ ես գիտեմ, որ օրը գալու է ու մի օր այսպես տարիներ հետո հանդիպելու ենք արդեն ուրիշ կարգավիճակներում։ Ուրիշ կարգավիճակում, լրիվ ուրիշ կերպ, որովհետև ինչին որ հավատում ես, դա շատ արագ իրականություն է դառնում։ Իհարկե։ Այսօր վստահ եմ Ծովինար ջան, որ երևի, չգիտեմ, կյանքում նմանատիպ երջանիկ օր իմ աղջիկը իրոք եմ ասում, անկեղծ եմ ասում, չեր ունեցել, որովհետև այնպիսի երազանքեր, որ մտածում էր, որ երևի, չգիտեմ, մամա երևի ուրիշ երեխա կընտրեն, ուրիշ բալիկ ա ուզում Ծովինար քուրիկին տեսնի, անչափ շնորհակալ ենք Ծովինար ջան, որ ժամանակ եք հատկացրել ձեր գործերը, ձեր ընտանիքից մի փոքր հատված կտրվել եք ձեր առօրյայից ու փորձել եք ուրախացնել բալիկես։ Իրոք շատ շնորհակալ եմ ձեզանից, անկեղծ եմ ասում, անչափ շնորհակալ եմ ձեզանից։ Ես գիտեմ մի պարզ ճշմարտություն, հայտնի լինես, թե անհայտ լինես, կարևորը պետք է լավ մարդ լինես։ Ու ես միշտ ամեն բարի գործ կատարելուց հետո ասեմ, առաջ ասեմ, հիշում եմ մեր մեծ Վիլյամ Սարոյանի խոսքերը, որ
ում է պետք քո ապրելը, եթե այն պետք չէ ուրիշներին։ Դա շատ կարևոր բան է ու ես հորդորում եմ, որ ոչ միայն հայտնի մարդիկ, այլ նաև անհայտ մարդիկ իրենց սերը, գորովանքը միշտ պետքա դա ցույց տալ, որովհետև մի անգամ ենք ապրում ու ես կարծում եմ ոչ մի բան չի կատարվի նրանից, որ մի օրդ նվիրես մի շատ լավ երեխայի ու ես ուզում եմ հանձնել ձեզ ծրար Տիկին Ռոզա Ծառուկյանի կողմից Գագիկ Ծառուկյան հիմնադրամը ձեզ փոխանցել է սա երբեք Տիկին Ռոզա Ծառուկյանը անտարբեր չի գտնվել ոչ մի երեխայի հոգսի նկատմամբ ու միշտ ցուցաբերել է օգնություն, ընդառաջել է բոլորին ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը միշտ օգնել է երեխեքին ու միշտ աջակից է եղել ես չգիտեմ նման դեպք որ ինչ որ մեկը դիմի իրենց ու մերժում ստանա ես իմ կյանքում նման դեպք երբեք ամենայն դեպս չեմ տեսել ու ես այնքան ուրախ եմ որ ես էլ մի փոքրիկ մասնիկը կազմեցի այս ամեն ինչի ու ինձ ընձեռնվեց հնարավորություն որ ես տեսնեմ այս փոքրիկ հրաշքին ես նույնիսկ չգիտեի որ ինձ այսքան սիրող կա, այսքան շատ սիրող կա, սա իմ համար աշխարհի ամենամեծ հաղթանակներից մեկն է ու այսօր ես ինձ աշխարհի երջանիկն եմ զգում, որ ես կարողացել եմ ինչ որ փոքր մի սրտի մեջ այսքան տեղ ունենալ գոնե, ես դրա համար Աստծոց շատ շնորհակալ եմ։ Աստված օրհնի ու ես ուզում եմ հենց հիմա ձեր երեխային ձեզնից տանել մի քանի ժամով, եթե հնարավոր է գոնե մի քիչ, եթե կվստահեք ինձ, մենք միասին գնանք զբոսնելու, շփվելու, ծանոթանալու իրար հետ։ Հա, Անժելիկա, գնանք։ Ես քեզ մի հատ հրաշք տեղ եմ ցույց տալու, արի։ Գնացինք։ Քեզ խելոք կպայես իմ աղջիկ։ Լավ։ Սա Սունդուկյան թատրոնն է, մայր, ամենամեծ թատրոնն է Հայաստանի։ Ու ես 16 տարեկանում եկա այստեղ ու դարձա դերասանուհի։ Ցույց կտամ քեզ այստեղ, գիտես, ինչ մեծ դերասաններ են խաղացել։ Այսօրվա դերասաններն էլ կան։ Կծանոթացնեմ, եթե բախտներս բերի, իրենք այստեղ լինեն։ Դե մենք գիտենք, որ սա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական մայր թատրոնն է։ Նայ, Գաբրիել Սունդուկյանի աթոռն է, ինքը սրա վրա է նստել ու գրել է Պեպոն ու էլի լիքը ստեղծագործություններ։ Այս լոտոն, այն ժամանակ շատ են լոտո խաղացել։ Այս ամբողջը իրերն են եղել ու դες ինչ հետաքրքիր է, քանի տարի է անցել ու այս ամեն ինչը պահպանվել է։ Ու ես 16 տարեկանում, նույնիսկ ասեմ 5 տարեկանում ընդունվել եմ դպրոց 15-ում ավարտել եմ ու միանգամից ինձ բերեցին Սունդուկյան թատրոն ու ասա ինչ դեր եմ խաղացել։ Կարաս գուշակես։ Մալվինա Բուրատինոյի արկածներում այդ դերով ես մտա Սունդուկյան թատրոն ու մնացի այստեղ։ Շատ ժամանակ է տևում։ Եթե ներկայացումներ ենք ունենում, հա, ամբողջ օրը, բայց մեկ-մեկ թռնում գնում եմ նկարահանման։ Արի, նայ, կամաց։ Սունդուկյան թատրոնի փոքր բեմն է։ Ասում են black box, այսինքն safe տուփ։ Մենք այստեղ խաղում ենք, հանդիսատեսը այստեղ նստում է։ Այս ավելի փոքր ներկայացումների համար, օրինակ մոխրոտը չենք կարող, չես այստեղ խաղալ, հիշում ես, չէ՞ մոխրոտը, դու ասեցիր, որ տեսել ես, դու հրաշք ես ուղակի։ Մենք այստեղ խաղում ենք, հանդիսատեսը այստեղ նստում է, ու մեզ ծափահարում է։ Նայ, թատրոնը ինքը հրաշք տեղ է, դու մոռանում ես ժամանակի մասին, տարածության մասին, մոռանում ես, որ ընտանիք ունես, այդ պահին դու խաղում ես, նստիր, ու տես, մի ժամանակ ես խաղում էի հերոսուհիներ, որովհետև շատ երիտասարդ էի, թատրոնի հերոսուհիները ես էի, ուրախանում էի դրանից, ու մի շատ սիրուն դեր ունեի Անժել, Մուրացանի Ռուզան ներկայացման մեջ Ռուզան էի խաղում, հայտնի դեմքերի հետ։
Ու այսպիսի տեքստ կար. Կցանկանայի լինել մի զինվոր եւ կռվել քո սուրբ դրոշի ներքո, այժմ ավելի քան երբևէ սիրում եմ քեզ, եւ եթե սրտիս փոխարեն կյանքս էլ պահանջեիր, դու այսօր իմ ամենաթանկ հանդիսատեսն ես, ու ես ուզում եմ, որ մենք միշտ կապի մեջ լինենք իրար հետ, ու ինչ խնդիր էլ ունենաս կյանքում, ես իմ հեռախոսահամարը կթողնեմ քո մամայի մոտ, որ րոպեին ուզես կզանգես ինձ, լավ։ Կպատմես ինձ մի քիչ քո մասին, պապայի մասին, ոնց ես հաղթահարում ես ամեն ինչը։ Դե պապայի հետ չեք ապրում, բայց ինքը գալիս է մեկ-մեկ։ Մեկ-մեկ գալիս է քեզ մոտ։ Իսկ ինչով ես սիրում զբաղվել։ Ինչ ես անում, որ տանն ես լինում։ Գործում եմ։ Գործ ես Ամբողջ օրը տունը ուլունգ է։ Ուլուքներով բաներ ես հավաքում։ Հա։ Հա։ Իմ ամենասիրելի բանն է։ Հասկացա։ Ինչ ես հավաքում, վզնոցներ։ Զարդեր, կապ չունի։ Ինձանից դաշե պատվերներ է դատում։ Լուրջ ես ասում։ Հա, ես փող Ես եմ հիմա կարող եմ քեզ բան պատվիրել իմ համար մի հատ սիրուն սարքես։ Ես կգնեմ ինչ-որ բան քեզնից։ Ինչ։ Ինչ ուզում ես։ Այդ թողնում եմ քո հայեցողությանը։ Վզնոց, կամ ասենք ինչ-որ չգիտեմ, ապարանջան, թևնոց։ Ինչ ուզում ես, կարող ես սարքել։ Երեքից էլ կսարքեմ։ Վերջ, ես քո գնորդն եմ այսուհետ, հույս ունեմ լիքը բան կանեն, կդառնաս հայտնի այդպես, ինչ ասեմ, դիզայներ, կունենաս քո բրենդը, ինչ ենք դնելու քո բրենդի անունը, Անժել, հա? Անունով չլի էլի։ Լավ, բեր քո անունով չլինի։ Անժելիկա ինձ շատ ես սիրում, երբանից ես ինձ են սիրում, հլա ասա տեսնեմ։ 3 տարեկանից։ Լուրջ, 5 տարի է արդեն։ Հա, մաման որ միշտ կինոները նայում էր, ես էլ արդեն սկսեցի դա եւ շատ հավատեցի։ Փաստորեն 3 տարեկանից դու ինձ սիրում ես։ Ոխ, դա ինչի շուտ չես գտել ինձ։ Ինչի ես թողել այսքան անցնի։ Ամեն օր ես նայում եմ ես կամը, որ տենայի հոգեր չեն ընտրել։ Ես շատ անհանգստանում էի, որ հանդիպենք, մտածում էի, չգիտեմ ինձ ոնց է պատկերացրել ու ոնց կլինի հիմա։ Շատ անհանգիստ էի իրականում։ Բայց փառքաստու լավ, դու էլ էիր անհանգիստ։ Հոնում փեր սպասում էի զանգին, որ պիտի հանդիպեմ։ Այսօր գոնե մի քիչ ես էլ կհանգստանամ, թե չի ամբողջ օրը աշխատանք, չէ՞։ Բայց այսօր էլ աշխատանք։ Այսօր աշխատանք չի, այսօր հրաշալի օր ենք ունենալու, այսօր ես իմ ամբողջ օրն եմ քեզ նվիրել։ Արի մի հատ մեզ նայենք։ Ահա, ստի։ Մի հատ հեռախոսով։ Ալյո, քեզ են ուզում Անժել։ Խոսամ։ Խոսաս, քեզ են ուզում։ Ալո, ահա։ Ինչ կոչկը։ Լիլիթն այն, որ ավտոյի մեջ խոսում էինք, հլը տես ոնց է, գնացել է նախակրթարան։ Գնացել ես։ Ահա, գնացիք։ Ինչ սիրուն տեղ ենք եկել։ Նստի, տեսնես ում համար են այս նվերները Անժել, հա? Վայ նամակ, կարդանք? Բարև իմ սիրելի ընկերուհի, ճիշտ է, ես քեզ չեմ ճանաչում դեռ, բայց ես քեզ շատ սիրեցի։ Ես Միլենան եմ, 10 տարեկան, հուսով եմ կհանդիպենք շուտով։ Քեզ նվիրում եմ հիշատակ արջուկ, Շունիկին, Եվ տխուր կլինես գրկիր նրան և հիշիր ինձ, ուզում եմ քեզ միշտ ուրախ տեսնեմ, միշտ ժպտա
Եվ թող իրականանան քո բոլոր երազանքները։ Սիրով Միլենայից։ Փաստորեն այս ամեն ինչը քո համար է։ Անժել, դե տես ինչ սիրուն։ Բայց ես գիտեմ ում համար է, ով է գրել։ Ով է գրել։ Ինքը։ Միլենան դու ես։ Չէ, ես արդեն կլաց եմ, հերիքա։ Եկեք ինձ մոտ, եկեք։ Միլենա ջան, ո՞նց որոշեցիր նման անակնկալ անես։ Ես գիտեի, որ դուք գալու եք այստեղ եւ Անժելիկայի համար պատրաստեցի այս անակնկալը, քանի որ չի ուզում նրան ճանապարհել առանց նվերների Town Even-ից։ Դու հրաշք աղջիկ ես ու ես ուղղակի երջանիկ եմ, որ ես քեզ ճանաչեցի, որովհետև Միլենա ջան, քո բարությունը, քո սրտի ցանկությունը, ախր դու իրեն չես էլ ճանաչել, չէ՞։ Իմացել ես, որ ես կամ հաղորդումը գալու է ձեզ մոտ, չէ՞, ու որոշել ես նման անակնկալներ անես։ Ես ուղղակի հիացած եմ, ապրես դու։ Շնորհակալություն։ Ապրես։ Անժելիկա, ուզում եմ հիմա որ քո նոր նվերները բացես։ Դե բացի Անժել։ Ես ավելի անհամբեր եմ։ Այս ինչ սիրուն է, այս ինչ թիթի սիրուն, հրաշք։ Աբադոկները նայի են մազակալներ, ինչ են սրան ասում հայերեն։ Աբադոկ են ասում։ Ահա, շատ սիրուն է։ Այս էլ է շատ սիրուն։ Ժամացույց է, այս սիրուն կտանես կկախես, նա ինչ սիրուն է։ Ես էլ բարել սիրում եմ։ Դու էլ բարել սիրում ես, ահա, ընտիր, շատ սիրուն, ճաշակով նվերներ ունենք։ Էդ ինչ է, այս էլ է շատ սիրուն բան, գիտես չէ ես ոնց ես անելու Անժել։ Հա, այս բաները։ Ահա, բան սիրուն է։ Շատ սիրուն է, թիթիս, ես որ ես գնամ Կարմիր գորգի վրա քայլելու կտաս մեկ-մեկ բռնեմ, վայ, մեջը նա ինչեր կան, մազակալներ կան սիրուն, արի տեսնենք որը կսազի, այս մեկը հիմա դիր, չկան սիրուն բաներ կան, շատ սիրուն են, Ես այսօրը կյանքումս վավշե չեմ մոռանալ։ դե մի հատ գրկի Միլենային, ապրեք դուք, ու Town Music Hall-ը մեզ համար համեղ բաներ է պատրաստել։ Գնանք միասին ճաշենք, հա Անժել։ Ասա որ այսօր շատ լավ օր է, չէ Անժել։ Ահա, հիմա սովածացել ենք, պետք է մենք միասին սնվենք, որից եմ դնում առաջինը քեզ, ամաչել չկա։ Ասա։ Սկսենք պիցայից։ Հա? Անժել։ Գիտես չէ, որ ես քո տարիքին էի։ Մեր ժամանակ, որ ես փոքր էի, ոչ լույս կար, ոչ մի բան չկար, ու ես էլ այդպես քո նման շատ դժվար, այդպես տունիկի մեջ, դոմիկի մեջ, իմ մամայի հետ լրիվ լուրջ եմ ասում, քո նման եմ եղել, պապաս մեզ հետ չի եղել, ու երբեք չեմ մտածել, որ կարա իմ կյանքում գա մի օր, որ ես մեծանամ, ու իմ նման մի սիրուն աղջիկ կարա ինձ ընտրի, ինձ սիրի ու ես դառնամ այդ աղջկա համար ոնց ասեմ, ընտրյալ ասեմ, ինչ ասեմ, նկատի ունեմ, որ երբեք չես կար ասես վաղը քո հետ ինչ կլինի, ես էլ քո նման մի մամա եմ ունեցել ու մի դոմիկ, ուրիշ ոչինչ չեմ ունեցել, բայց տես ես այսօր հասել եմ նրան աստծո կամոք, որ այսօր ունեմ ամեն ինչ ու քո նման էլ մի լավ ընկեր ձեռք բերեցի ու մեր ընկերությունը պիտի շարունակվի, արի մեր կենա ծխմենք դրա համար, բայց մի պայմանով, որ դու պետքա քո մասին ինձ լիքը բաներ պատմես, հա? Ես գիշերները շատ եմ աղոթել, որ քեզ տեսնեմ։ Տեսար, որ քո աղոթքները տեղ հասավ, այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, գիտես, ես էլ երազում էի տեսնեմ Մայքլ Ջեքսոնին այն ժամանակ, բայց դե բնականաբար այնտեղ չկա ես կամ հաղորդաշարը, դրա համար չկարողացա տեսնել, ինչքան նամակ ասես գրել եմ, ոչ միտեղ չի հասել, իսկ այստեղ տես արդեն ամեն ինչ կատարվում է, դե շուտ հիմա ուտում ենք, արագ, առաջինի ես եմ քեզ ուտացնում, սպասի, բացում ենք բերանիկը, ապրի իմ աղջիկը։
Աննա, ո՞նց ես։ Լավ, Լավ ես։ Ասա ինչ լավ որ ունեցանք իրար հետ։ հա, շատ լավ որ ունեցանք։ Չես մոռանա, չէ, այս օրը։ Չէ, Երբեք։ երբեք։ Ես ուզում եմ, որ դու քո ամբողջ կյանքում հիշես այս լավ օրը։ Ու դու իմանաս, որ ինչ որ մի տեղ, ինչ որ մի անկյունում կա մի ծովիկ, ով քեզ շատ է սիրում ու ուզում եմ, որ դու աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը դառնաս, որովհետև դու լավն ես, որովհետև քո երազանքները բարի են, որովհետև դու պետքա դառնաս քո մամայի հույսը, լույսը, ապագան։ Խոստացի ինձ, որ դու միշտ լավատես կլինես կյանքի նկատմամբ, չես կոտրվի ոչ մի հիմար բանից։ Խոստացի։ Հա, Խոստանում ես, չէ՞։ Վերջ, պայմանավորվեցինք։ Մենք ընկերուհիներ ենք, չէ՞։ Ծովինար քուրիկ, ես 3 տարեկանից սպասել եմ այս օրվան, բայց մի օրվա ընթացքում ես ձեզանից վերցրեցի ուժ համբերություն։ Ես շատ ուրախ եմ, որ դու ինձ լրիվ հասկացել ես։ Մենք շատ նման ենք իրար, տեսար, չէ՞։ Տեսար, չէ՞։ Հա, Ու ինչ պետք անենք, պետքա չկոտրվենք, պետքա ուրախ լինենք, պետքա միշտ ժպտանք, չէ՞։ կինոների մեջ դուք բարի եք, լավն եք, իսկ իրականում դուք իմ հարազատն եք։ Վախ, մտել ես սրտիս մեջ ու էլ դուրս չես գալու, սիրունս։ Ես միշտ երազել եմ աղջիկ ունենամ, բայց չի ստացվել, ես ունեմ 2 որդի, 2 զավակ, բայց հիմա հասկանում եմ ինչի չի ստացվել, որովհետև Աստված ինձ քեզ ուղարկեց։ Չէ։ Այն քո սիրած արտահայտությունը ո՞րն էր այն կինոյի մեջ։ Ոնց էի անում։ Մամայի արև։ Մամայի կյանք։ Սիրունս։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Ոնց ես իմ աղջիկ։ Ոնց անցկացրեցիք ձեր օրը Ծովինար ջան։ Շատ լավ ենք։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ, որ ժամանակ հատկացրեցիք, իմ բալիկին երջանկացրեցիք, շատ շնորհակալ եմ։ Ինքը շատ լավ օր ա ունեցել ինձ հետ։ Ես էլ ուզում եմ ճիշտն ասած ձեզ շնորհակալություն հայտնեմ, որովհետև այս դարում այսպիսի երեխա մեծացնել, դաստիարակել մենակ, դա մեծ հերոսություն է։ Ուժ եւ եռանց ձեզ, մեծ կորով ձեզ, համբերություն ձեզ։ Դու էլ մամային միշտ պետքա թևութի կունք լինես, կապ չունի որ աղջիկ ես, դու իրա պաշտպանն ես։ Ու ես էլ իմ կողմից ճիշտն ասած այս արդեն ինձնից փոքրիկ ես չկենտրոնացա, թե ինչ առնեմ երեխային, դրա համար տալիս եմ, որ հենց դու ընտրես, ինչ կուզես, այն էլ քո համար կգնես։ Սա ուղղակի մի փոքր դրամական օգնություն է իմ կողմից, շատ փոքրիկ, որ ես ուզում եմ մեր աղջիկը ինչ որ ուզի իր համար գնի, այդպես։ Շնորհակալ եմ Ծովինար ջան, անչափ շնորհակալ եմ քեզանից։ Քանի որ Անժելիկաս օր ու գիշեր աղոթում էր ձեզ համար, ձեր որ տեսնի ձեզ, մտածեց, ասեց ինչ կարելի է նվիրել Ծովինար քուրիկին, այսպես մի փոքրիկ բան ենք վերցրել, բայց մեծ սրտով թող սա Անժելիկայի, սա շատ որ մեր կողմից Անժելիկայի կողմից ձեզ ու թող Անժելիկայի սաղորդները ձեզ հասնեն, Աստված պահապան լինի, օրհնի ձեր ընտանիքը, ձեր բալիկների հետ երջանիկ ձեր ընտանիքի հետ։ Անի ջան, ես շատ շնորհակալ եմ, այս իմ կյանքի ամենաթանկ նվերներից մեկն է։ Արի մոտես Անժել ջան, բայց ես ձեզ այսպես չեմ թողելու, որ դուք դեռ գնաք։ Ես այնքան ուրախ եմ այսօրվա համար, դուք չեք պատկերացնի, սա ինձ համար շատ կարևոր հաղթանակի նման մի բան է, որովհետև ոնց բացատրեմ, թե ինչքան կարևոր է, երբ որ դու կարողանում ես մարդկանց սրտերի մեջ մտնել, ինչ որ քո մասնագիտությամբ գոնե մի փոքր լավ բան անել։ Սա շատ լավ ու կարևոր օր էր։ Ու հիմա ես ուզում եմ ձեր տուն գնալուց առաջ մենք գնանք իմ գեղեցկության սրահը եւ մի քիչ էլ ավելի սիրունանանք ու նոր արդեն ես ձեզ կճանապարհեմ, համաձայնեք։
Դուք երեք շատ տպավորիչ եւ բովանդակալից օր եք ունեցել։ Կպատմեք դրա մասին։ Նախ անհանգստանում էի առաջին հերթին տագնապային զգացողություն կար, որ գիտեք էկրանից փոքրիկներ ուրիշ կերպ են ընկալում մարդուն, այսպես կենթանի տեսնել, շոշափել, խոսել, զգալ, մի քիչ հնարավոր է եւ հիասթափություն ունենան։ Ես մտածում էի ինչպես պետք է լինեմ, ինչպես ինձ պահեմ, որ հանկարծ փոքրիկը ինչ որտեղ նույնիսկ պիտի չզարմանա, ինքը ինձ պիտի տեսնի այնպես, ինչպեսին ինքը պատկերացրել է, ու ես ինչպես հիմա շատ մեծ սրտով ընդունեցի իրեն ու հարազատացավ ինձ այդ փոքրիկը։ Ու հետո կամաց ավելի որ մտերմացանք, շփվեցինք օրվա մեջ, լարվածությունն էլ անցավ ու հրաշալի մի աղջիկ էր։ Ես ինձ հիշեցի փոքր ժամանակ։ Գիտեք, որ երեխան ապրում է տնակում մայրիկի հետ եւ նաեւ գիտենք, որ ձեր մանկությունն էլ այդպես է անցել։ Ինչ նմանություն կա ձեր եւ երեխայի միջեւ։ Երբ 88 թվականի երկրաշարժը եղավ, մի տնակում փոքրիկ մայրիկիս հետ ապրում էինք։ Եվ երբ ես տեսա փոքրիկ աղջկան, ինչ-որ նախախնամություն էր, ինչ չհասկացա։ Հիմա էլ որ հիշում եմ, իհարկե հուզվում եմ, այդ փոքրիկ տնակը եւ մայրիկը ինձ մոտ դա շատ մեծ հուշեր առաջացրեցին ու ես հիշեցի, թե ինչ ծանր ապրումներ եմ ունեցել այդ ժամանակ։ Ու ես երբեք չեմ ուզի, որ որևէ փոքրիկ իր կյանքում դա տեսնի։ Շատ հետաքրքիր է, որ երեխան անշուշտ ձեր այդ հանգամանքը չգիտեր։ Այո, չգիտեր։ Սակայն կարծում եմ պատահական չէ իր ընտրությունը։ Երևի, չգիտեմ ինչու է ինձ ընտրել։ Ես ընդհանրապես բնույթով համեստ մարդ եմ, երբեք չեմ ուզել աչքի ընկնել ուղղակի մասնագիտության բերումով, միշտ հասարակության ուշադրության կենտրոնում ես գտնվում ու փոքրիկներին էլ դե տեսնում են, նայում են, սովորում են։ Երեխան ապրում է առանց հայր եւ մայրն էլ աշխատում է այդ բացը ամեն կերպ լրացնել, իրեն խնամել։ Արդյոք ինքն իր դժվարությունների մասին պատմեց ձեզ։ Ինքը ոչ, ինքը չպատմեց, բայց ես գիտեի պատմությունը, նաև մայրիկի հետ եմ զրուցել եւ նորից այդ պահին ես էլի ինձ հիշեցի, որովհետեւ իմ հայրիկն էլ ինձնից է հեռու եղել։ Եվ ես ուղղակի իրեն մի բան եմ ասել, որ տես, ես երբեք չէի պատկերացնի, որ Վանաձորի տնակներից մեկում ես կապրեմ, երազանքներ կունենամ ու մի օր կհասնեմ Մայր թատրոնի բեմ, կունենամ հաջողություններ, բայց ես միշտ հավատացել եմ Աստծուն եւ ես թերևս հավատացրել եմ փոքրիկին, որ հույսը դիր Աստծո վրա, հավատա եւ քայլեր արա առանց որևէ մեկի գլխի վրայով անցնելու։ Ամեն ինչ կստացվի։ Դուք ասացիք, որ երբ տեսաք երեխային տնակի մեջ մայրիկի հետ հիշեցիք ձեր մանկությունը, հուզվեցիք իհարկե։ Իսկ օրվա ամենահուզիչ պահը որն է։ Երևի բաժանումը եւ տեսնելը։ Հենց սկզբից ես թաքնվել էի, բայց ես զգում էի, որ փոքրիկը անընդհատ անհանգիստ էր ու փորձում էի կոշիկներս պահեմ, որովհետեւ որ չտեսնի ու ավելի հասկանամ ինչպես պիտի ներկայանամ։ Ամենահուզիչ պահը ծանոթությունն էր եւ նաեւ օրվա ավարտը, երբ մենք բաժանվեցինք, բայց իհարկե ես կապը չեմ կորցնելու եւ շփումը կշարունակվի անպայման։ Աստված իհարկե մեր փրկիչն է։ Նա Տերն է, հայրն է որբերի եւ որբեվայրուն խնայում է։ Այսպես եւ վստահ լինենք, որ այն ամենը, ինչ որ դուք արեցիք, Աստծո սրտին հրճվանք է պատճառում։ Այն, որ մի մանուկ ուրախացավ մանկության դժվարին պայմանների մեջ գոնե մի պահ ջերմությունը զգաց եւ
մխիթարվեց։ Եվ հազար փառք Աստծո եւ շնորհակալություն ձեզ մեր նպատակներին մասնակցելու եւ մի մանուկի երջանկացնելու համար։ Աղոթենք ձեզ համար։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Օրհնյալ ես Տեր Աստված ամենակալ, Հայր Տյարն մեր Հիսուսի Քրիստոսի, Հայր գթության եւ Աստված ամենայն մխիթարության։ Ընկալ զաղաչանս մեր, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին, անարատ ծնողի միազնի որդվոքո եւ աղաչանոք ամենայն սրբոց քոց, լուր մեզ Տեր եւ ողորմյա, օրհնյա ըսծովինար աղախինս քո, եւ արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ ընդորդվո եւ ընդհոգույց սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյան սավիտենից, ամեն։ Ինձ սիրուն աղջիկ, մեռնեմ ջանիդ, ինձ սիրուն ես ցավդ տանեմ, շատ սիրուն եմ մազերդ։ Քո մազերն էլ է շատ սիրուն։ Պրեսիմ աղջիկ։